Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Յուրի Տրուդնևի հովանու ներքո կազմակերպված Քյոկուշին կարատեի աշխարհի առաջնությունը եզակի էր իր տեսակի մեջ, քանզի առաջին անգամ Քյոկուշին կարատեի թերևս բոլոր տարատեսակները ընդգրկվեցին մեկ առաջնության մեջ։ Ընդհանուր առմամբ մրցաշարին մասնակցել են 44 երկրների 249 մարզիկներ, որոնց մեջ ընդգրկված էին նաև Հայաստանի ներկայացուցիչները։ Արցախից էլ Հայաստանի հավաքականին միացան Արթուր Արուշանյանը եւ Գոռ Ադամյանը։ Գոռ Ադամյանը ցավոք չկարողացավ հաղթահարել առաջին հակառակորդի արգելքը եւ դուրս մնաց հետագա պայքարից։ Փոխարենը հաջող հանդես եկավ Արթուր Արուշանյանը։ Արթուրի քաշային կարգում ընդգրկված էին 18 պետություն ներկայացնող 19 մարզիկ։ Արցախցու առաջին մրցակիցը ներկայացնում էր Սաուդյան Արաբիան։ Հաջող անցկացնելով առաջին մենամարտը Արթուր Արուշանյանը մեկնարկ տվեց իր հաղթարշավին։ Երկրորդ մենամարտն անցկացրեց Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչի հետ։ Այս անգամ նույնպես Արթուրը ուժեղ գտնվեց մրցակցից եւ հաջորդ երրորդ մենամարտում տատամի դուրս ելավ մինչեւ 60 կիլոգրամ քաշային կարգում մրցաշարի ֆավորիտ համարվող ճապոնացի կարատեիստի հետ։ Եվ հաղթեց նաև ֆավորիտին, ապահովեց արծաթե մեդալը, սակայն աշխարհի փոխչեմպիոնի կոչումով չբավարարվեց։ Եզրափակիչ մենամարտում մրցեց Ղազախստանի ներկայացուցչի հետ։ Չեմպիոնության համար մարտում, ի տարբերություն իր մրցակցի, որը երկու անգամ կոպիտ խախտում թույլ տվեց մարտում, Արթուրը աչքի ընկավ ակտիվ գործողություններով եւ գեղեցիկ շրջադարձ հարվածներով։ Եվ արդեն մենամարտի վերջում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակը տրվեց հենց արցախցի մարզիկին։ Այսպիսով շնորհելով Հայաստանը ներկայացնող Արթուր Արուշանյանին աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Իդեպ Արթուրը այս հաղթանակից հետո դարձավ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող առաջին մեդալակիրը, իսկ առաջնության ավարտին էլ արդեն պարզ դարձավ, որ աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 8 կարատեիստներից միայն հենց ինքը Արթուր Արուշանյանը կարողացավ կանգնել պատվո պատվանդանին, այն էլ չեմպիոնի համար նախատեսված աստիճանին, եւ հենց Արթուրը կարողացավ բարձրացնել Հայաստանի Հանրապետության պետական դրոշը եւ Ռուսաստանի Դաշնությունում հնչեցնել Հայաստանի պետական օրհներգը, իր գլխավերևում պահելով իր հայրենիքի Արցախի Հանրապետության պետական դրոշը։ Այսօր էլ Ստեփանակերտում աշխարհի չեմպիոնին դիմավորելու համար Ստեփան Շահումյանի անվան պուրակում էին հավաքվել նրա հարազատները, ընկերները, թիմակիցները, կրթության, գիտության եւ սպորտի նախարարության ներկայացուցիչներ եւ սպորտի վարչության պետ Աշոտ Դանիելյանը։ Բոլորը ցանկանում էին շնորհավորել, գրկախառնվել եւ լուսանկարվել աշխարհի չեմպիոնի եւ Խաբարովսկի Ստեփանակերտ հասած չեմպիոնական գավաթի հետ։ Շատ էր ողջավորությունը, քանի որ պատմության մեջ ամենահզոր աշխարհի առաջնությունն համարվել է այս առաջնությունը։ Իրավունք չունեի պարտվելու եւ հայրենասիրական երգեր էի երգում, հիմն էի երգում էր, Հայաստանի հիմն էի երգում, ողջավորում էի դրանով եւ ասեմ որ շատ ինձ օգնեց այդ ողջավորումը։ Զգացմունքները շատ աննկարագրելի է, շատ վառ զգացմունքները հարթակին կայնած, որ քո հիմն է երգում եւ դու եւ բարձրացնում են Հայաստանի դրոշը եւ մնացած դրոշները տարբեր հարթակների վրա են կայնած։ Ուզում եմ նվիրել այս հաղթանակը մեր աճող սերունդին, որ իրանք ավելի ընտրեն մաքուր գաղափարի միտքը, որ իրանք առողջ ոգին ընտրեն։ Որ լսել ենք, որ Արթուրը չեմպիոն է դարձել ու այդ պահը շատ հուզիչ է։ Երևի սա ազգը ուրախանում է դրա համար։ Հատկապես այն պահը, որ Ղարաբաղի ֆլագը ամբողջ աշխարհը տենում էր։ Դա ոչ միայն մեր ազգի հաղթանակն է, դա ամբողջ հայության, հայ ազգի հաղթանակն է։ Նա մանկությունից երազում էր դառնալ աշխարհի չեմպիոն եւ ինքը իր երազանքին հասավ այսօր։ Նախ շնորհավորենք Արթուրին ու շնորհակալություն հայտնենք Արթուրի ծնողներին, որ դաստիարակել են այսպեսի զավակ, որ այնքան է նպատակասլաց, որ իսկապես այսօր հասավ այդ բարձունքին։ Ու Խաբարովսկ քաղաքում նա բարձրացրեց Արցախի դրոշը։ Հուսանք, որ Արթուր Արուշանյանի օրինակին կհետևեն նաև իր սաներն ու առհասարակ արցախցի բոլոր մարզիկները, չէ՞ որ Արթուրը այս հաղթանակը նվիրել է հենց նրանց, բոլոր այն մարզիկներին, ովքեր ընտրել են չեմպիոնության ուղին։ Սերժո Աշակյան, Մերուժան Հայրապետյան, օր